Բազմազան տաղավարների կողքին այս անգամ եւս իր յուրահատուկ արտադրանքը ներկայացնում է Multi-Agro-ն։ Արդեն երկար տարիներ շարունակ Multi-Agro-ի տաղավարը շարունակում է մնալ Էքսպոյի տեսարժան ու սպասված կանգառներից մեկը՝ իր թարմ գյուղատնտեսական արտադրանքով եւ յուրահատուկ կոլորիտով։ Այստեղ ներկայացված են ամենակարևորն ու ամենասպասվածը՝ բնական մեղր, հյութեղ մրգեր եւ թարմ բանջարեղեն, որոնք տարածքում ստեղծում են վառ ու գունեղ մթնոլորտ։ Առաջատար ճյուղը մեր մեղվաբուծությունն է Multi-Agro-ի, որը զբաղվում է մեղրի արտադրությամբ, իսկ բանջարեղեն օժանդակ է Multi-Agro-ին, որը գտնվում է Վարդենիսի տարածաշրջանում, եւ Սյունիքում էլ ունենք 3.5 հեկտար այգի, որտեղ վերք ենք ստանում հիմնականում այս բանջարեղենը, որ Վարդենիսի տարածաշրջանում 270 հեկտար հողատարածք ունենք, շնորհիվ հիմնադրամի կարողանում ենք արտադրել նման կարտոֆիլ, բազուկ, գազար, ցորեն եւ այլն։ Եվ ինչու՞ չէ, նաեւ մեղվաբուծությունը, որ շատ ծանր աշխատանք է, հիմա եթե շրջեք ամբողջ այս տաղավարներում կտեսնեք, որ գյուղատնտեսությունով ոչ ոք չի զբաղվում։ Միակ տնտեսությունը, որ ես այստեղ կանգնած խոսում եմ, որտեղ լրիվ մարդիկ ինքնագործ զբաղմունք են ճարել, սննդամթերք են արտադրում իրաց ձեռքով ու դնում են տաղավարներում վաճառում են, որը ինձ խիստ անհանգստացնում է։ Ռոզա Ծառուկյանն արդեն 50 տարի մեղվաբուծության ոլորտում է։ Ամբողջ կյանքն ուղղել է մեղրի արտադրությանը եւ որակյալ բնական արտադրանք ստանալուն։ Փորձը թույլ է տալիս ստեղծել մաքուր, առողջ եւ համեղ արտադրանք, որը գնահատվում է թե տեղական, թե արտերկրյա շուկայում։ Շուրջ 50 տարի ես աշխատում եմ մեղվաբուծության մեջ եւ յուրաքանչյուր տարի, երբ որ պետք եղել, մասնակցել եմ ցուցահանդեսների ոչ միայն Հայաստանի, այլ արտասահմանում։ Ես արտադրությունը կազմակերպում եմ ոչ թե իմ աշխատած միջոցների հաշվին, այլ աշխատանքը գյուղատնտեսությունը բարդ ճյուղ է, աշխատատար, ծախսատար, ոչ մի տնտեսվարող չի կարող ինքնուրույն, եթե օժանդակություն չունենա գյուղատնտեսություն վարի։ Ես գյուղատնտեսությունը, դաշտավարությունը, որ ներկայացնում եմ բանջարեղենը, կարտոֆիլը, բազուկը, գազարը, ցորենը, կամ մեղվաբուծությունը, որ ես ունեմ շուրջ 1500 մեղու, որից կեսը մեղրիում է, կեսը Աբովյանի տարածաշրջանում, ես աշխատանքը կատարում եմ շնորհիվ իմ որդու Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի հաշվին, որովհետև ոչ մի գյուղատնտեսություն առանց դրսի օգնության, առանց ինչ-որ եկամուտ ստանալու չի կարող գյուղատնտեսություն վարի։ Թող Աստված երկար կյանք տա այն մարդկանց, որոնք երկրի շինության համար աշխատանք են կատարում։ Տաղավարի ներկայացուցիչներն ասում են, որ յուրաքանչյուր արտադրանք ցույց է տալիս հողի որակը եւ արտադրողների փորձը։ Այցելուները կարող են համտեսել, հարցեր տալ եւ ավելի լավ իմանալ, թե որտեղ եւ ինչպես է պատրաստվել արտադրանքը։ Սա օգնում է ստեղծել վստահություն արտադրողի եւ սպառողի միջեւ։ Դրա շնորհիվ Multi-Agro-ն Էքսպոյի հետաքրքիր կանգառներից մեկն է։ Երեխեն հիվանդ է, դրեց մի անգամից կոկորդը փափկեց։ Չէ, ընտիր է, շատ։ Մեղրը անթերի է։ Մեղվաբուծությունը Multi-Agro-ի շնորհիվ Հայաստանում հասել է բարձր մակարդակի։ Արդեն ունեն 1500 մեղվաընտանիք։ Իդեպ հատուկ փորձագիտական կայանում բազմացնում են դեղին գենոֆոնդին պատկանող մեղու մայրեր, ապահովելով բարձրորակ արտադրություն։ Մեղրը, որը հայտնվում է մեր սեղանին, երկար ճանապարհ է անցնում։ Սուրենավանի Ծիրանանոցի փոշոտումից մինչև Առինջի դաշտեր, Պողոս Պետրոս եկեղեցի եւ Սևաբերդ մեղուներն անցնում են երկար ու քրտնաջան ճանապարհ, հավաքելով ամեն մի ծաղկից, ամեն մի բույսից այն արժեքավոր նեկտարը, որը վերջում վերածվում է համեղ բնական մեղրի։ Multi-Agro-ի թիմը համատեղելով բնական գյուղատնտեսական արտադրանքը եւ ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում է բացառիկ մեղր, այնպիսի որակով, որն այսօր մեծ պահանջարկ ունի շուկայում։ Մենք ներկայացնում ենք մեկ մեղվաընտանիք լիարժեք մեղվի զանգվածով, մայր մեղուն, կերը եւ կերապաշարի բավականի քանակություն իր ծաղկափոշու խույսի հետ միասին։ Մենք հատուկ պատրաստել ենք, որպեսզի թափանցիկ լինի եւ տեսանելի լինի, ինչը կատարվում ներսում։ Ունենք 1500 մեղվաընտանիք։ Ռոզա Ծառուկյանի հայացողության տակ է։ Մի մասը մենք մոտ 500-ի
ընտանիքի սահմաններում գտնվում է Մեղրու տարածաշրջանում լիճք տաշտին գյուղերում։ Մենք այնտեղ ունենք հատուկ բազա, փորձագիտական կայան, որտեղ աճացնում ենք դեղին գենոֆոնդի, հայկական դեղին գենոֆոնդի պատկանող մեղուներ։ Մայրեր ենք ստանում արհեստական։ Այս տարի Multiagro-ն նորարարությամբ է հանդես եկել եւ փորձել է ստեղծել հատուկ գերբերաներ։ Ջերմոցը վերազինվել է եվրոպական վերջին տեխնոլոգիաներով, ստանալու համար հատուկ ծաղկատեսակներ։ Այս տարի ջերմոցը վերազինեցինք մեր վերջին բարձր եվրոպական տեխնոլոգիաներով եւ սկսեցինք աճեցնել այս ծաղիկները, գերբեռը տեսակի ծաղիկները։ 40-ից ավել տեսակ ենք աճեցնում եւ այս տարի առաջին անգամ ներկայացել ենք այս ցուցահանդեսում մեր ծաղիկներով նույնպես նաեւ։ Էքսպոն բաց կլինի մինչև դեկտեմբերի 14-ը։ Այցելուները դեռ կարող են տեսնել տաղավարները, համտեսել արտադրանքներն ու ծանոթանալ նոր գերբերաներին, շփվելով հենց արտադրողների հետ։ Ալադավթյան, Հերմինե Ղարիբյան, Հարություն Մովսիսյան, Էպիկենտրոն։